Նախ շատ լավ է, որ պարոն Վարդանյանը վերադարձավ, ես պիտի ասեմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախության դեֆիցիտ չունի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ է առավել քան երբևէ, ու սա ես չեմ ասում, սա ասում է այն փաստը, որ 3.5 տարի, ներկայիս գումարման կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում է 3.5 տարի, 10-ից ավել ընտրություններ ենք անցկացրել, այդում Երևանի ավագանու ընտրությունները եւ չի բողոքարկվել, այն որ սահմանադրական դատարան դիմելը դա նաեւ ցանկացած քաղաքական ուժի նաեւ քաղաքական դիվիդենդ ստանալու միջոց է, դա հասկանալի է, բայց պետք չի, ինչպես պարոն Սմբատյանն ասում, ինստիտուտին հարվածել, որովհետեւ դա ձեր շահերից չի, որովհետեւ այդ նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցկացած ընտրություններով ընդդիմությունը, ասենք օրինակ, չգիտեմ, ասում էր Գյումրիում հաղթեց, մյուս տեղում հաղթել է, եւ այո, որքան Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձայն կտա քաղաքական ուժերին, կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ ապահովելու է, որպեսզի մեր քաղաքացու կամքը ամրագրվի եւ այս վարույթը, որի ընթացքում առանց փաստերի, ուղղակի բոլորը տեսագրված է, մեր ըստ էության կյանքն է նույնիսկ օնլայն ռեժիմում 2005 տեղամասում ընտրություններ անցկացվել են, ամեն ինչ կա, կարելի է գալ, կանգնել սահմանադրական դատարանում եւ ասել մասսայական կեղծիքներ, լավ, 10 չէ, գոնե 5 փաստ, լավ, հասկանում եք, այսպես կարելի է ասել, բայց այդ ասելով, որքան շատ ասեք, դա չի դառնում փաստ, բարձր դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 258 որոշումը իրավական եւ փաստական առումով հիմնված է եղել ընտրական գործընթացների համակողմանի գնահատման վրա։ Իր որոշմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անդրադարձել է թե ընտրական գործընթացների ընդհանուր միջավայրի վերաբերող պնդումներին, թե կոնկրետ ընտրական տեղամասերում արձանագրված հանգամանքներին, քննարկել է վարչական ռեսուրսի օգտագործման, քարոզչության, մեդիա միջավայրի, քվեարկության կազմակերպման, քվեների հաշվարկի, տեղամասային գրանցամատյաններում կատարած գրառումների, վերահաշվարկների բողոքների հետ կապված հարցերը։ Կայուն արձանագրել է, որ դիմումներն ու բողոքները քննվել են իրավասու մարմինների կողմից, տրվել են պատասխաններ, իսկ անհրաժեշտ դեպքերում իրականացվել են վերահաշվարկներ, շտկումներ կամ այլ իրավական գործողություններ։ Հրապարակայնությունը ապահովելու նպատակով կայքում հրապարակվել են տեղամասային արձանագրությունների կանոնավորված քաղաքացիները, ընտրողների ստորագրված ցուցակները եւ տեխնիկական սարքավորումներից ստացված տվյալները։ Ընդհանուր առմամբ վերահաշվարկի դիմումների հիման վրա, ինչպես նաեւ հանձնաժողովի նախաձեռնությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջով նաեւ վերահաշվարկվել է 637 ընտրական տեղամասի արդյունքներ, որպեսզի հարաբերական ստացված դիմումներով արտացոլված բոլոր մտահոգությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եզրահանգել է, որ դիմումներում ներկայացված պնդումներով չի հավաստում այնպիսի խախտումների առկայություն, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։